հայրենակիցներ, այսօր մենք եկել ենք ստեղ ոչ թե խոսելու համար, այսօր մենք եկել ենք ստեղ ոչ թե մեզ ցուցադրելու համար, եկել ենք մենք որպես պահանջատեր, եկել ենք որպես պահանջատեր այն երկրների, այն Եվրոպայից, ում աչքի առաջ եղել է ցեղասպանություն, ում աչքի առաջ Արցախը հայաթափվել է, այսօր սրանք ինչի համար են ստեղ հավաքվել, ինչ փորձանք են նորից բերում մեր երկրի, մեր ժողովրդի գլխին, այսօր սրանք բոլոր ներկայացուցիչները, բոլոր ղեկավարները, այդ հանցագործության մասնակիցներ են, որովհետև ոչ քննադատել են ցեղասպան Ալիևին, ոչ քննադատել են այդ գործողություններին, ոչ այսօր այդ ժողովրդի իրավունքներին տեր են կաղնում, սաղ աշխարհում մենք քարոզարշավ ենք տանում, քարոզչուն ենք անում, որպես մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավարներ, ուրա ձեր իրավունքների պաշտպանում բանաձևը։ Այսօր մենք այստեղ եկել ենք հավաքվել, որ պահանջենք հերիքա խաբել, հերիքա սուտ ասել ժողովրդին, բոլորը դուք հանցագործներ եք, եթե աշխարհում թույլ եք տալիս պատերազմ լինի, ցեղասպանությունը կրկնվի, ուրեմն դուք այդ ցեղասպանության մասնակիցներն եք, բոլոր երկրների ղեկավարների պահանջատեր պիտի լինենք, որ ամեն օր մշտական, ամեն ժամանակ, որ չկրկնապատվի նմանատիպ իրադարձությունները, որ չթույլատրեն այդ ձևից ցեղասպանությունը նորից կրկնվի, կապ չունի, որ մենակ մի ազգի նկատմամբ է։ Այսօր եկել եք հանցագործ հանձնախմբին եք աջակցում, այսօր եկել եք իրենք սեփական ազգի դավաճանած ղեկավարին եք աջակցում։ Ինչ ղեկավարություն, ինչ աշխարհի արդարության մասին է խոսքը գնում։ Սիրելի հայրենակիցներ, ժողովրդավարություն չկա, իրավունք չկա, սա ոտնահարած է, ուժն է թելադրում ամեն ինչը։ Ազգովին պիտի համախմբեք այդ ուժը ձևակերպվի, ազգովին պիտի տեր կանգնեք մեր իրավունքներին, ազգովին պիտի տեր կանգնեք մեր ազգային պատկանելության, կրոնական պատկանելության, որ այսօր մեծ վտանգի տակ է։ Ձեր աչքի առաջ քանի տարի արդեն մեր գերիները գտնում են թուրք ցեղասպան Ալիևի ձեռքին, եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, ինչ հարցի կարաք դուք պատասխան տաք, ինչ հարցով կարաք դուք օգտակար լինեք։ Սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, մեր ազգային հարցի խնդիրի լուծումը մեր մեջ է, մենք պիտի այդ հարցի լուծումը տանք, մենք պիտի տեր կանգնենք, այդ սուրբ հողին, Արցախի հարցը փակ չի, բոլորին եմ ասում, ոչ մեկի իրավունք չունի Արցախի ժողովրդի իրավունքները խլելու կամ վաճառելու, բայց այսօր դուք տեղ նստած հաջորդական վաճառելու կամ ինչ-որ բանաձև եք ձևակերպում։ Ոչ եք անում բոլորին նորից եմ ասում, ձեր գլխին հարամելու է, այն բանը, որ անտեսել եք դուք, այն հանցագործությունները, որ անտեսել եք դուք, ձեր գլխին հարամելու է դա, ձեր առաջ կայնելու է դա, որովհետև մարդկային արժեքները, մարդկային սկզբունքները, եթե չեն առաջնորդում դրան հաջորդական քայլերը գնում է տարբեր երկրների